Դեպքում նախատեսվում է մեկնարկել 27 թվական մարտ ամսից։ Մարտ ամիսը պայմանավորված է նրանում, որ օրենսդրությամբ նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը լրացվում է հաջորդ տարվա մարտ ամսից, եւ որպեսզի համահունչ լինի մեր որոշումը այդ օրենքի հետ, որպես մեկնարկի ամսաթիվ դրվել է մարտը 27 թվականի։ Ընտանիքը վերնագիրը կոչվում է բազմազավակ ընտանիքների, բայց այս փուլում որոշում է կայացվել մեկնարկել 6 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների համար։ Եվ ինքը հնարավորություն կտա այդ ընտանիքներին 100% սուբսիդավորմամբ, պետության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Ծրագրի հիմնական նպատակն է իհարկե աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների բարելավմանը, որովհետև մինչ օրս որպես այդպիսին բազմազավակ ընտանիքների համար նման ծրագիր չի իրականացվել, ինչը իհարկե կարծում եմ մեծ բաց է, եւ վստահ եմ այս ծրագիրը այդ բացը կլրացնի։ Ծրագիրը նաեւ հնարավորություն կտա, որպեսզի նվազեցվի ռիսկը այդ ընտանիքների աղքատացման, որովհետև հասկանում ենք, որ ֆինանսական բեռը բազմազավակ ընտանիքների անհամեմատ է մյուսների նկատմամբ, եւ իհարկե ավելի փոքր քանակով երեխա ունեցող ընտանիքներին կխրախուսի ունենալ ավելի շատ երեխաներ, որպեսզի օգտվեն այս ծրագրից։ Նշեմ, որ ծրագիրը հնարավորություն չի տալու Երևանում գույքի ձեռքբերում եւ առհասարակ մեր բնակարանային ծրագրերում արդեն Երևանը որպես այդպեսին որևէ կերպ չի խրախուսվում։ Վառ օրինակն է տեղահանվածների ծրագիրը, որը դժգոհություններ է առաջացնում, բայց դա հստակ մոտեցում է, որ Երևանը որևէ կերպ չի խրախուսվում, այլ մենք ավելի տարածքային համաչափ զարգացման կողմնակիցն ենք։ Ընդհանուր գնահատականը շահառուների պոտենցիալ 643-ն է համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, այսինքն այս պահին 6 եւ ավել անջատված երեխա ունեցող ընտանիքները Քանակները տեսնում եք, 6 երեխա ունեցողները 390-ն են, 7 երեխա ունեցողները 143, 8 երեխա ունեցողները 76, 9 երեխա ունեցողները 26, 10-5, 11-ը 2 եւ ունենք մեկ ընտանիք, ով ունի 12 անչափահաս երեխա եւ ըստ էության այս պահին ծրագրի գնահատականը ֆինանսական տրվել է հիմք ընդունելով հենց այս ցուցանիշը։